Գիտեք, որ Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում մեր արտաքին պարտքը կրկնապատկվել է 8 միլիարդ դոլարը, ասում է, զենք են առել։ Այդ ինչպես եք պատկերացնում, ռազմական բյուջեն կրճատվել է, բայց ինքն ասում է զենք են առել։ Աշտիկյանն ինքը զենք չի առել։ Այդ ավելացված գումարները մեծ մասը բաժանել են իրար մեջ, բոլոր աշխարհի տարբեր ծայրերում իմ կարծիքս է գնել են իրանց համար տներ կամ ինչ-որ մի բան, որ հակառակ դեպքում կառավարությունից հեռացնելուց հետո իրանք փախնելու տեղ ունենան։ Ոչ մի զենք էլ չեն առել, շուտ խոսալով մանկ ու կան, ժողովրդին խաբելով մանկ ու կան։ Այդքան միլիարդներ եկավ, ինչ էր դրին Երևանին ավտոբուս առան, բան առան։ Այդ ավտոբուս առնելու տեղը թող զենք առնեին, որ այսօրվա օրն է զենք ունենան, որ գիտենանք ձերներս զենքա կառվին, գում համար կառվին։ Դրա համար պետք է կոմիսիան նստի նայել ինչ է եղել փողերը։ Ով կուզե եղնի, պետք է դոնք դադվին, եթե կերել են, զենք չեն առել։ Մեր ռազմական բյուջեն կրճատենք է, որովհետև հաշվին մենք մասի վրա մնացած թիտերնիկ ենք, կարծա թիտերնիկ ենք, երբ ուզենա թուրքը փոյն է թռնիսկը, իսկ հնի սենք որ զենք ունենանք որոշ գուրը, իրանք գիտեն մեզ 10 հոգի սպանեն, մեր 2-3 հոգի իրանցից կմահանար, չէ։ Որ համար էլ ինքը կկրճատենք, սեն մեկ որ պարզվենք, ունենանք էլ չունենանք էլ, ավելի լավ է չունենանք։ Պարադոքսը հենց այդտեղ է, որ 7 տարիների ընթացքում պետական բյուջեի պարտքը մոտավորապես 8 միլիարդով ավելացվել է, բայց գուցե ես որպես հասարակ քաղաքացի պարտավոր չեմ իմանալու կամ լսելու ինչպիսի զենքեր է գնվել, բայց այնուամենայնիվ ես խորին համոզվամբ ոնց որ զգում եմ, որ գրեթե ոչ մի զենքի գնում չի եղել այդ գումարի շրջանակներում։ Պարզապես իրենց հաճույքների համար, իրենց պարգևավճարների համար, իրենց ներքին հարցերը լուծելու համար, իրենց կյանքը բարվոք դարձնելու համար, բավականին մեծ կապիտալ ձեռք բերելու համար այդ գումարը պարզապես ստացել են արևմուտքից, թե որտեղից են, չգիտեմ, այդ պարկը ավելացվել, բայց այնուամենայնիվ ինքը չի ծառայի Հայաստանի Հանրապետության համար։